Այն բալկոնները, կա, սա քանդվել են, նկարեք Երևան։ Մեր պատշգամբը շատ հյուրասեր է, նույնիսկ հնարավորություն ունի երրորդ հարգից անմիջապես փողոցիչնել։ Հյուրընկալ պատշգամբը, որն ամբողջությամբ բաց է, քանդվելու առանց ճաղավանդակների արդեն 30 տարի։ Հին բնակֆոնդի շենքում բոլորը նույն խարխուլ վիճակում են։ Տեղումների ժամանակ քարաթափումներն են շատ։ Պատշգամբից մնացել է քայքայված ու քանդված բետոնյա հատակը երևացող ամրաններով։ Սարսափելի վիճակի մեջ է։ Անտանելի։ Ամեն քարը ընկնելուց, ամեն բետոնը պոկվել ընկնելուց ես կվախենամ, որ ժողովրդին կվնասեն։ Ու մեր իրոքոշ կփլվի, առանցեն է փլվել է։ Նույնիսկ պարան ունեի կաբած, ստեղից ընդեղ լվացքը փրելու համար, վերացրեցի, այ հլակա ռոլիկը, վերացրեցի վախենալով, որ լվացքը կախեմ հանգարց ես է հետը կեշտամցած։ 30-ականներին կառուցված Տիգրան Մեծի 8 շենքի բնակիչները բնակարաններում եղած երկու պատշգամբներից մեկի դռները փակել են, ինչպես ու ինչով պատահի, մյուսն էլ թողել են բաց, բայց դրանք էլ անվտանգ չեն։ Տեսեք, որ աշտեն բետոնը հեռացել է, երկաթները կեևան, այս բետոնը ես արանքը թողել եմ, որ նայեմ ինչ կան առաջ կուկա։ Վախենալով կելինք մնինք։ Են կողմի բալկոնը մեր ավելի վատ է, փակել եք նույնիսկ։ Կվախենաս թե ընգնիս ներշկև հանգարց թուն բան են, պոգվածին ես բաները, շիֆերները, տագը։ Իհարկե կվախենանք, անընդհատ քամիների ժամանակ հող կթափի, ծեպուն կթափի, իրել է չէ, քանդվի գա, այնտեղ տարի մեկը կողքինը փլավ, բոլոր մարդու վնաս չտվեց, բալկոնները բոլոր փլած են։ Մեծամասնությունը չեն օգտագործում, մեծամասնությունը, նրանք էլ օգտագործում են, ասեն կենցաղային աղբի անգամ բան, հենց դուրը բացեցին, այդ դռան դիմաց տնում են, որ այդ փապելու ժամանակ առաջ չեն գալիս բալկոններից։ Այս պատշգամբները շահագործել չի թույլատրվում, բնակիչները շատ են ստացել զգուշացումներ, բայց ենթարկվել քչերն են կարողանում։ Խիստ վթարայիններն առաջարկել են ապամոնտաժել, իսկ մնացածի համար սպասել, մինչև վերանորոգման ծրագիր կլինի։ Մի ժամանակ գրություն տվեցին մի քանի տարի առաջ, թե խուսափեք բալկոններ բարձրանալուց, մինչև չվերանորոգենք։ Ու այդպես է ոչ մի վերանորոգում, ոչ մի հետաքրքրություն չեղավ։ Մի անգամ եկել էին, կուզեին բոլոր քանդեին, բնակչությունը չհամաձայնվավ։ Ասեցին չենք թողնի, մենք մեր բալկոնները վերանորոգենք կարելի է, բայց քանդել չենք թողնի։ Մի քանի զգուշացումներից հետո վտանգավոր պատշգամբների թեման փակված են համարել նաև համատիրությունները, նույն հեշտապահ պարզաբանում արդարացումով, թե իրենք այդ գումարները չունեն։ Պատշգամբները պահպանելու համար մինչ օրս որևէ ծրագիր չի գրվել ու քաղաքի բյուջեից հատկացումներ ևս չեն եղել։ Մենք քաղաքապետարանին ենք դիմել, մենք բնակ վարչությանն ենք դիմել, բնակ վարչությունը կգծե քաղաքապետարանի վրա, քաղաքապետարանը բնակ վարչության, նույնիսկ գրավոր պատասխան չենք ստացել, մենակ ասել են, որ հեշտի է տրված, բայց 30 տարուց ավելի հեշտի տնելը որն է։ Քաղաքապետարանը նոր այս մեկ տարվա ընթացքում է ուսումնասիրել հին բնակֆոնդի շենքերի քայքայված քարաթափված պատշգամբները։ Դրանց թիվը 100-ի է հասնում։ Մասնագետները գույքագրել եւ առանձնացրել են խիստ վթարավտանգ մոտ 60 պատշգամբ, որոնց համար կան կազմված նախագծեր, բայց թե ինչքան ֆինանսական միջոցներ են հարկավոր վերանորոգումների համար, հաշվարկներ ու թվային տվյալներ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը չունի։ Ժամկետներ ևս չունեն եղած նախագծերով շինմրցույթներ հայտարարելու վերաբերյալ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։